աշխատանքի են գալիս առանց աշխատավարձի։ 2000 թվականի ապրիլի սկզբից նրանք վերջապես որոշում են չաշխատել։ Ապրիլի 3-ին նրանց գործադուլին արձագանքում է առողջապահության փոխնախարարը։ 2-3 օրում որոշ մասը կստանաք, բայց լավ բան չեք անում։ Գործադուլների միջոցով այդ հարցը չի կարող լուծվել։ Նույն վիճակն է Աբովյանի դիսպանսերում, այստեղ կառավարությունն ավելի անկեղծ է, փող չունենք եւ վերջ, մի քանի աշխատող գործադուլ են հայտարարում։ Թոքեբուժությունը եւ տուբերկուլոզը այսօրացիան միակ ծառայությունը չունենք մենք կողմնակի, ոչ մի աղբյուր չունենք վճարույց ծառայություն։ Երթուղային 14 համարի վարորդները պատգամավոր Մելիք Գասպարյանին մեղադրում են իրենց մի կտոր հացից զրկելու մեջ։ Գասպարանին պատկանող արարած ձեռնարկությունը շահել է երթուղու սեփականաշնորհման մրցույթը եւ այս մարդիկ մնացել են անգործ։ Ես այս մեքենայով պարում մեր գունդանի։ Իմ երեխեն 50 դրամ չունի տրանսպորտով գնա, նրա երեխեն падավատով դասի ա գնա։ Իրան դեպուտատ անտրել ժողովուրդը, որ ինքը շահերը պաշտպաներ չկավոր մարդկանց, ինքը չկավոր մարդկանց ոտնա փոխում։ Նոր վարորդներն ընտանիք պարոն։ Նոր վարորդներն ունի սոցիալական խնդիր լուծում։ Շտապօգնությունը Երևանում չէր աշխատում, պատճառը վառելիքի բացակայությունն էր։ Ընկերությունն ուներ 14 միլիոն դրամի վառելիքի, ինչպես նաև 6 ամսվա աշխատավարձի պարտ։ Շտապ խորհրդատվությունը մատուցվում է կամ հեռախոսով, կամ հիվանդի հարազատներն էին գալիս սեփական մեքենայով բժշկին տանելու համար։ 2000 թվականի այս օրերին Երևանի քաղաքապետարանն ակտիվորեն պայքարում է փողոցային առևտրի դեմ, ապրիլի 16-ին պայքարի նետն ուղղվում է շուկայի տարածքում վաճառք իրականացնողների վրա։ Քաղաքապետարանը առևտրականներին կոչ է անում ամաչել առևտրի այդպիսի ձևի համար։ Ինչի՞ ամաչենք, աշխատանքից զրկել է, ամեն ինչից զրկել է, մինչև երբ պետք է այս ձևի շարժվի։ Թող աշխատանքներ ստեղծեն, փողոցային առևտուրը ինքնստի կյանքը վերանա։ Արտգործնախարարության հասարակայնության հետ հարաբերությունների վարչության պետ Արա Պապյանը չի հավատում, որ 2000 թվականի ապրիլի 16-ի դրությամբ Հայաստանը լքել է 1.200.000 մարդ։ Շատ 800.000 մարդ է արտագաղթել, բայց դա պետական պաշտոնյայի համար առանձնապես սարսափելի բան չէ։ Այսօր հացի կարոտ են բառից բուն իմաստով։ Բանտերում են հայտնվում, պատճառը դա է։ Իսկ մարդիկ հայտնվում են մի վիճակի մեջ, որ բացի գողությունից իրենց գոյությունը պահպանելու ուրիշ ելք չունեն, բացի պոռնկությամբ զբաղվելուց ուրիշ ելք չունեն։ Նույն օրը հարկադիր կատարողները Երևանի մանկական աշխարհ հանրախանութի աշխատողներից պահանջում են ազատել հանրախանութի տարածքը, այն 10 օրից տրվելու է աճուրդի։ Այդ օրերին էր, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր 40,000 աշխատատեղ բացելու մասին։ Լոզունգ կատարել, 40,000-անոց աշխատատեղ ենք բացում, բայց ուր է այդ աշխատատեղը։ Ու մենք դուրս ենք մնում 200-300 հոգի աշխատող։ Ինչ կարի մենք մեր աշխատավարձերը ներենք դրել հրդեհի ժամանակ, ինչեր կատարել, ով հարցրեց մեզ։ 2001-ի ապրիլի 24-ին մանկական աշխարհ պետական հանրախանութի կոլեկտիվը գիշերեց հանրախանութի շենքում։ Կոլեկտիվը բողոքում էր հանրախանութը աճուրդի հանելու կառավարության որոշման դեմ։ Մոտ 200 աշխատակից մտավախություն ունեին, որ հանրախանութի մասնավորությունից հետո իրենք կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում։ Ազատության հրապարակի վրա նույն օրը գրոհել են ծեր գյուղացիները, Եղվարդի եւ Արարատի մարզից այստեղ հավաքվածներն իշխանություններից պահանջում են չթանկացնել ոռոգման ջուրը 60%-ով։ Ջուրը հողներ ընդդեմ Ege, ota benzinu sayılarken çiğval otar yergeri çapelem. Ançiçi çatınım. Արմենիա հյուրանոցի 550 նախկին աշխատողները հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի նստավարի առաջ եւ նրան հիշեցնում են, որ նրա կուսակցությունը ժողովուրդն էր։ Նրանք աշխատանքից զրկվել են հյուրանոցի սեփականաշնորհումից հետո։ Նախագահին տրված ցանկացած մեր դիմումը անգամ պատասխան չենք ունեցել, դրական թե բացասական։ Այդ բոլոր դիմումները արհամարվել են։ Հայաստանից Ռուսաստանը մեկնում արտագաղթողներով լցված հերթական ավտոբուսը, այստեղ աշխատանք չկա, գնում են հույսով, որ օտարափերում աշխատանք կգտնեն։ Ամեն շաբաթվա չորեքշաբթի եւ կիրակի օրերը Վանաձոր Ստեփանավան Տաշիր երթուղով Ռուսաստան են մեկնում տասնյակ ընտանիքներ։ Գնում ենք մի կոպեկ դատենք, որ բերենք ռեխապահի։ Հա։ Այդ վիճակին ենք արդեն։ 0-ից 0-ի վրա ենք։ Եթե ժողովուրդը սոված է նա գազան է, ինչ ուզեն էլ կանեն, սոված ենք արդեն մենք։ Միս ԱՊՀ մրցույթը շահելուց 5 ամիս հետո տարվա գեղեցկուհի Գոհար Հարությունյանը չի ստացել մրցույթի կազմ կոմիտեի սահմանած 25,000 ամերիկյան դոլար մրցանակը։ Էլեկտրատրանսպորտի վարորդները կասկածներ ունեն, որ կառավարությունն ուզում է վերացնել էլեկտրատրանսպորտը։ 2001-ի մայիսի 29-ին նրանք դուրս են եկել գործադուլի։ Իրենց արհամարված են զգում, մեզ աշխատացրեք, պահանջում են նրանք։ Աշխատանք սակայն կա, վարորդների վարձավճարներն են մեծ, որոնք չկատարելու պատճառով աշխատավարձ չեն ստանում։ Վերջամստով կա որ վճարում են, բայց մենք չենք ստանում։
չենք տեսել։ 3000, 4000, 5000 պարտքի դիմաց աշխատավարձ սպանում չեն տալիս։ Գործազուրկ սոցիալական ծանր պայմաններում ապրող եղբարցիները կքել են հարկերի բեռի ներքո։ Ոչ լույսի փող ենք տարում մոտենք, ոչ ջրի փող ենք տարում մոտենք, անաշխատանք բոլորը նստած, ամեն տեսակ հարկ ու կորնել վրները, ամեն կողմից ուզում են ինչ տանք, երբ որ 4 տղամարդ ունեմ տունը պատի տակը շարած։ 2001-ի այսօրը հանրապետության նախագահին եւ վարչապետին բաց նամակով դիմեցին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 150 աշխատակից, պահանջելով մի քանի ամսվա չստացած աշխատավարձերը։ 2001-ի հունիսի 16-ին մինչ առողջապահության նախարարը կառավարության նիստում բուժաշխատողների օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք էր ասում, կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում պոլիկլինիկաների աշխատակիցները, ովքեր 5-6 ամիս արդեն չէին ստացել աշխատավարձ։ Ես չեմ կարող խոստանամ, որ այդ աշխատավարձը մի օրում կստանաք, բայց որ կպահեմ իմ ուշադրության կենտրոնում, հետևողական կլինեմ, որպեսզի ձեր աշխատավարձների վիճակը շտկվի, մեղմացվի եւ կանոնակարգվի, ես դա ձեզ խոստանում եմ։ Նոր հաչնում մոտ 1500 կենսաթոշակառու արդեն 3-րդ ամիսն է թոշակ չի ստացել, վճարվել են միայն նրանց էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարները, մարդիկ վրդովված են։ Ինչ անեմ, սպասում եմ, որ թոշակը ստանամ, ոչ հողամասն եմ, ոչ անասուն եմ, ոչ գոմ ունեմ, ոչ հավ ունեմ։ 3 ամիսա չենք ստացել թոշակ, 3 ամիսնա, ապրիլ, մայիս ունի։ Նայրիտի աշխատակիցները 18 ամիս աշխատավարձ չստանալու պատճառով փակել են գործարան տանող ճանապարհը եւ պահանջում են տնօրենին։ Տնօրեն Աշոտ Բրուտյանը պարզաբանում է, աշխատում ենք վնասով, դրա համար էլ աշխատավարձ չենք տալիս։ Եկամուտը գնում է, վագոնները բարձած, կառուցուկը պայեստավորված էր, վագոնները բարձած գնում են։ Ուր է գնում։ Մի վագոն կառուցուկ ամբողջ գործարանի բանվորության աշխատավարձը կբավարարեր։ 2000 թվականի հուլիսի 15-ին Ռոբերտ Քոչարյանն այցելում է ջրաշխարհ, ափսոսանք հայտնում, որ նախագահ մարդ է, չի կարող հագուստը հանել ու մտնել ջուրը։ Մի բան ասեմ, իմ տղաս գիշեր ցերեկ էս տեղալին։ 2000-ի հուլիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքում են Փափազյան փողոցում փողոցային առևտուր անելու իրավունքից զրկվածները։ Իր հրամանով քաղաքապետն արգելել էր փողոցային առևտուրը։ Հանրապետության նախագահ հայտարարում է, որ իմ երեխան ամեն օր գիշերցերիկ լողավազանում է գտնում, որտեղ ջրաշխարհում, որտեղ մի օրվա մուտք արդեն 3500 դրամ։ Մի անգամ սկի մտածել եմ, բանվորի երեխան, որ օրվա մի կտոր սուպը, մի կտոր հացը հացև է վաստակում։ Միջև հրաման տալը զավոդներդ աշխատացած, սա թալանը կերել եք, լապել եք։ Սա ուղղակի ես ասեմ ձեզ մեծ շուկաների տնօրենների խաղերն է, որոնք ստիպում են այս ղեկավարությանը, որոնք եւ կարելի ասել վճարում են ղեկավարությանը, որ այսպես բաներ սարքեն մարդկանց սկսեն փողոցները, որ գնան շուկայում գնան առևտուր անեն։ Կառավարման դպրոց կառուցելու պատճառով 5 ընտանիք 1999-ի այսօրին ապրում է փողոցում։ Նրանք նախկին հանրակացարանի իրենց սենյակներից զրկվել են Քանաքեր Զեյթուն համայնքների առաջին ատյանին դատարանի որոշումով, քանի որ որևէ փաստաթուղթ եւ գրանցում չունեին։ Վտարման պահանջը ներկայացրել էր ԿԸՀ նախկին նախագահ եւ կառավարման դպրոցի տնօրեն Խաչատուր Բեզիրջյանը։ Ռազմիկ Զատիկյանը հուլիսի 21-ից հայտարարում է անժամկետ հացադուլ։ Որն են իմ պահանջներն այլևս։ Չերը հայտարարել ապօրինի դատարանի ապօրինի որոշումը։ Համենայն դեպս կարելի է մի փոքր սենյակ թողնել, որ մենք ապրենք մինչև սատկենք։ Ես այս հասակից կորցնել ոչ մի բան չունեմ, Բեզերջանին ես ասֆալտի վրա սատկացնելու եմ։ 2000 թվականի այսօրին խոսվում է բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման կառավարության նախագիծը համաժողովրդական հանրաքվեով ընդունելու կամ մերժելու մասին։ Անապահով խավն արդեն սկսել է ստորագրահավաք կազմակերպել ցանցերի սեփականաշնորհման դեմ։ Սեփականաշնորհել են, ասենք, կապ բան ժողովրդին ոչ մի օգուտ չի եղել դրանից։ Արտասահմանցու եկած սիրտը մեր վրա կցավա։ Ինչ սեփականաշնորհ։ Իրենց գպանների համար են սեփականաշնորհ։ Ստաց նախագահի վերջացած իր պատգամավորներով մենք դենենք բոլորին պետք է ազատել որ աշխատանքի։ Այսօրվա պետական ղեկավարությունը մեր Հայաստանը դարձնում է գաղութ։ Սարքել են որ վաճառում են։ Այդ մենք ենք սարքել։ Մեր սարքածն են վաճառում, մեզ էլ սոված կոտորում են։ Վաճառում են ու վաճառում որ թողեն ժողովուրդը փախնի է։ Ռոզային դիսպանսերի աշխատակիցները 5 ամիս աշխատանքի են գալիս առանց աշխատավարձի։ 2000 թվականի ապրիլի սկզբից նրանք վերջապես որոշում են չաշխատել։ Ապրիլի 3-ին նրանց գործադուլին արձագանքում է առողջապահության փոխնախարարը։ 2-3 օրում որոշ մասը կստանաք, բայց լավ բան չեք անում։ Գործադուլների միջոցով այդ հարցը չի կարող լուծվել։ Նույն վիճակն է Աբովյանի դիսպանսերում։ Այստեղ կառավարությունն ավելի անկեղծ է, փող չունենք եւ վերջ։ Մի քանի